Արդեն իսկ դատարանը իր կողմնակալությունը ցույց է տվել վերդիկտի միջոցով, երբ բոլորովին քրեաիրավական հիմք չունեցող գործով Միքայել Սրբազանին ճանաչեց մեղավոր։ Հետևաբար այս պարագայում որևէ այսպես դրական ելք ակնկալել այս դատարանից միամտություն է, բայց ես նորից ուզում եմ շեշտել մեր հայրենակիցների համար։ Այն փաստական հիմքերը, որ դրվել են այս գործի հիմքում, դրանք ամենևին չեն ապացուցում այն հանցանքը, որ վերագրվել է Միքայել Սրբազանին։ Եվ եթե այսօր պատիժ նշանակեն եւ Աստված մի արասցե պատիժը լինի ազատազրկման ձևով, ինչը միջնորդել են դատախազությունը, ապա մենք բոլորս պետք է ընդունենք, որ դատում են ոչ թե Միքայել Սրբազանին, այլ դատում են մեր խիղճը եւ մեր հավատը, որովհետեւ հակառակ պարագայում այսպիսի շինծու սարքած կարած գործով մարդուն տանել եւ ընդհանուր միջնորդել ազատազրկումը, դա նշանակում է զուտ քաղաքական պատվեր կատարել։ Սրբազանը բազմիցս նշել է, որ սա քաղաքական պատվեր է, նաև տեսանք, թե ինչպես դատավորը բավականին սառը ու անտարբեր հայացքով էր ողջ դատական նիստերի ընթացքում, ինչ է կարծում այսօր հնարավոր է ամեն դեպքում նա ընդառաջի դատախազին եւ իր առաջարկած միջնորդությունը ամեն դեպքում կյանքի կոչի։ Գիտեք, ես հենց այդ էլ նշում եի, որ ես չեմ բացառում, որովհետեւ եթե այս դատարանը կարողացավ առանց փաստական հիմքերի Միքայել Սրբազանին մեղավոր ճանաչել մի արարքում, որը ընդհանրապես չպետք է որպես քրեաիրավական գնահատակ արժանանար քրեաիրավական գնահատականի եւ որպես հանցագործություն դիտարկվել, այս պարագայում իհարկե այսպես միամտություն կլինի հավատալ, որ այս դատարանը արդարադատություն է իրականացնելու։ Այո, ցավոք սրտի մեր դատական համակարգում առանձին բացառություններով, բայց դատավորների մեծ մասը դարձել է այս իշխանությունների կամքը կատարող, այս իշխանությունների համար վճիռներ եւ դատավճիռներ դակող դատարանի եւ հետեւաբար սпасել արդարադատություն այսպիսի դատարանից կարծում եմ միամտություն կլինի։ Եվ հենց առաջին բանը, որ այս իշխանությունների հեռանալուց հետո պետք է արվի, դա հետևյալն է, որ պետք է շտկվի այս դատական համակարգը, փորձել վերածել այս դատական համակարգը իսկապես անկախ եւ իրավունքով ու օրենքով առաջնորդվող դատական համակարգի։ Այսօր մենք այդպիսի դատական համակարգ չունենք։ Այսօր մենք ունենք դատավորներ, որոնք որ ծառայում են առանձին տերերի։ Եվ դա այս պատկերն էլ հենց դրա մասին է խոսում։ Տիկին Վարդանյան, իշխանության ներկայացուցիչների կողմից շարունակվում է հայ առաքելական եկեղեցու հոգևորականների անդրադարձը, թիրախավորելը, մասնավորապես այդ իրենց կողմից հռչակած եկեղեցին առողջացնելու խոսույթի ներքո նշում են, որ մեկը ռազմական հեղաշրջման կոչ անող է, մյուսը ընդհանրապես ակցիաներ, ավտոբուսներ վառել, չգիտեմ, տուկերով փակել թունելներ եւ այսպես ասած պարալիզացնել ողջ երկիրը, ասում են սրանք են ձեր սրբազանները, ովքեր եթե դուք համակրում եք նաեւ աջակից եք իրենց, հավասարապես կիսում եք այդ մեղքը։ Գիտեք, այս իշխանությունը ստի եւ կեղծիքի վրա հիմնված իշխանություն է եւ իրենց քրեական գործերն էլ նույնպես ստի եւ կեղծիքի վրա հիմնված քրեական գործեր են։ Գոնե հանրությունը տեսնում է, հա, իրենց այդ հորինած ահաբեկչությունը իրենից ինչ է ներկայացնում։ Հանրությունը տեսնում է, չէ, որ այդ նույն դատախազությունը ընդամենը 1 տարի առաջ ասում էր, որ Միքայել Սրբազանի գործողություններում քրեաիրավական որևէ հիմք չկա։ Հետևաբար մարդիկ նաև տեսնում եւ գնահատում են, որ այս իշխանությունները նույնիսկ այս պարագայում եկեղեցու դեմ արշավի պարագայում ելի հենվում է ստի ու կեղծիքի վրա, փորձելով այդ սուտը եւ կեղծիքը վերագրել եկեղեցուն։ Սա այս իշխանության այցեքարտն է, սուտը այս իշխանության այցեքարտն է եւ այս պարագայում զարմանալ եւ փորձել որևէ կերպ գնահատականներ տալ այս իշխանության գործողություններին, կարծում եմ անշնորհակալ գործ։ Փաշինյանն ասում էր, Փաշինյանը նշել է, որ չի հրաժարվում իր այդ մտքից, որ պետք է ազատագրել ճակերտավոր Մայրաթորը։ Ինչ է կարծում, կստացվի իր մոտ, ընդհանրապես կանի այդ քայլը նա։ ասում էր այս անգամ եկեղեցին ենթարկեցնելու է Քրիստոսին։ Ես չեմ բացառում, որ այո մի օր էլ Փաշինյանը իր ուսապարկը գցելու է ուսերին եւ մի քանի արկածախնդիրներով փորձի արշավել եւ ասպատակել Մայրաթորը եւ եկեղեցին, բայց ես միևնույն ժամանակ կարծում եմ, որ եկեղեցին ունի բազմաթիվ հետևորդներ, ովքեր տեր են կանգնելու իրենց եկեղեցուն եւ հավատին եւ վախենամ, որ հենց Նիկոլ Փաշինյանը այդ ճանապարհով փորձի հրահրել քաղաքացիական բախումներ, ինչը իրեն շատ բնորոշ է։
Հասկանում եք, դա առաջին անգամ չի լինելու, մենք այդպիսի վարքագիծ իր կողմից, որ այդպիսի վարքագծի ականատես եղել ենք, սպասենք տեսնենք զարգացումների, բայց իրապես պետք է ասեմ, որ ժամանակն է պարզապես Հայաստանի Հանրապետությունը ազատել իրենց նման իշխանությունից եւ ոչ թե հակառակը փորձել եկեղեցու նկատմամբ որևէ ոտնձգություն կատարել։ Տիկին Վարդանյան, եթե դատարանը այդուհանդերձ ազատազրկի Միքայել Սրբազանին, սրանով Նիկոլ Փաշինյանի վարկանիշը կբարձրանա, թե կիջնի, նաև հատկանշական է մեկ փաստ, որ Միքայել Սրբազանը ընդհանրապես բոլոր իշխանություններին ժամանակ է ընդդիմադիր եղել, այլախոհ է եղել եւ այսպես ասած հետևորդների մեծ բանակ եթե չուներ, հիմա շատերն են սկսել Միքայել Սրբազանին աջակցել այս դատական նիստերից հետո եւ արդյոք հնարավոր է սա նոր բողոքի ալիք բարձրացնի եւ ընդդեմ իշխանությունների հրաժարականի պահանջով նոր շարժում ձևավորել։ Ես չեմ բացառում այդպիսի զարգացումները, միևնույն ժամանակ խնդրում եմ նկատի ունեցեք, որ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը այսպես թե այնպես ընկնում է, անկախ նրանից, թե ինքը մեր հանրությանը փորձում է համոզել, որ հանրությանը խաղաղություն է բերում եւ այլն, ինքն էլ համոզվեց, որ այդ նախաստորագրած փաստաթղթով նույնիսկ չի կարողանում հանրության մոտ այսպես դրական վերաբերմունք իր հանդեպ առաջացնել եւ այսպիսի դատավարությունները վստահաբար կարող եմ ասել ավելի շուտ իր համար սխալ հաշվարկ է եւ ոչ թե հակառակը ռեյտինգ բերելու ինչ որ գործողություն։ Շնորհակալություն։ Ես էլ եմ շնորհակալ։